Սա մի փոքր կիսվենք տիրոջ խոսքով, որտեղ ահագին ժամանակ եղավ, պարտասը, Ժորժ ջան։ Եվ այդ հոգսեր կարիքներ կա, նաև մենք ունենք երկու ծնունդներ, հետո կմիացնենք այդ հոգսերի հետ, Ժորժ ջան, կշնորհավորենք։ Տերը իրապես, որ այսօր եղբայրներս խոսացին Սիրասո Ժորժ ջան, սա ինչու համար է Տերը խոսում։ Այբ որ մարդը մտածում է, որ եղբայր է խոսում, ինչ համար մարդը չի փոխվում, Ժորժ ջան, մարդը մտածում է եղբայրը դե մի բան ասեց, Ժորժ ջան, բայց երբ որ մարդը մտածում է եւ խորապես հասկանում է, որ Աստված է խոսում իր հետ, հիմա ովքեր որ գծի մեջ եք, հələ մտածեք դուք Աստծո խոսքի վրա եւ մտածեք, որ Աստված խոսում է քեզ հետ։ Անձամբ քեզ հետ սիրելի քույր, եղբայր, եթե դու հիմա լսում ես Աստծո խոսքը։ Այսա է հավատք, երբ որ մարդը մտածում է, որ իմ հայրս երկնքի Աստված խոսում է իմ հետ, նա քեզ հետ խոսում է, դու լսում ես։ Եթե Աստված ինձ ու քեզ հարց տա, տղա ջան, աղջիկ ջան, դու լսում ես ինձ հետ, ախր ես քո հետ խոսում եմ։ Այո, սա կարևոր հարց է, երբ որ Աստված ինձ ու քեզ հարց է տալու, եւ ուզում է, որ այո, մենք էլ պատասխանենք, այո, հայր, լսեցի քո խոսքը։ Ուզում եմ կատարեմ, Ժորժ ջան։ Սա է կարևոր հարցը, ոչ թե լսելով չլսեցին, տեսնելով չտեսան, հաբա Տեր ջան, լսեցի խոսքը։ Այո, դրա կարիք ունեմ։ Այն որ եղբայրները խոսում են Տիրոջ խոսքը, երբ որ դու եղբայրների միջոցով խոսում ես Հիսուս ջան, ես լսում եմ, ես տեսնում եմ եւ ես ուզում եմ բժշկվեմ ու փոխվեմ, Ժորժ ջան։ Սա քո կողմն է, սա իմ կողմն է։ Դու պետք է ասես Տիրոջը, դու պետք է խնդրես, աղոթես Տիրոջը, որ Տեր Աստված, այո, ես լսեցի։ Ես ուզում եմ փոխվեմ, Հիսուս ջան։ Այո, ուզում ենք, որ մարդը նոր մարդու մեջ աճի, Ժորժ ջան։ Մենք գիտենք, որ մարդ կա նոր եւ հին մարդ կա մարդու մեջ, Ժորժ ջան։ Երբ որ դու հին մարդ ես, կամ ես հին մարդ եմ, բայց երբ որ վերստին ծնունդ ունեցանք, Ժորժ ջան, այսինքն մարդը դառնում է երկուս, կա հին եւ նոր։ Հիմա Աստված տեսնում է դու որին ես շատ տեղում, հնարավոր է մարդը այդ հինը աճի, մեծանա, զորանա, բայց այն հոգեվոր մարդը տենկան, տգար ու թույլ, եւ մեկ է տեսնում ես եղբայր ջան, այնքան թույլ է, ով է մեղավոր, սիրելի քույր եղբայր ջան, ով է մեղավոր։ Ես թույլ, չէ որ Աստծո խոսք ունես, չէ որ դու Հիսուսի աղջիկն ես, կամ Հիսուսի բալեն ես, տղեն ես, ինչու ես թույլ, ով է մեղավոր։ Այո, մենք ենք մեղավոր։ Երբ որ մարդ Աստծո խոսքին հետ եւ չի կրտնում եւ Աստծո խոսքով չի ապրում եւ Աստծո խոսքը չի դրա իր կյանքի մեջ առաջնահերթ, ամենակարևորությունը Աստծո խոսքը իր սրտի մեջ, Ժորժ ջան։ Եվ դոման գալում է պարագայում մենք շատ խեղճանում ենք, շատ տգարանում ենք եւ թուլանում ենք, Ժորժ ջան։ Բայց Աստված այսօր ուզում է ինձ ու քեզ օգնի, որ սիրելի Աստծո ժողովուրդ ջան, որ մենք ապրենք Աստծո սիրո մեջ, Տիրոջ խոսքի մեջ ապրես եւ Տիրոջ խոսքի մեջ դու պետք է աճես, մեծանաս, Ժորժ ջան։ Այո, Աստծո խոսքը մենք բոլորն էլ հորդում ենք, որ միշտ կարտացեք։ Աստծո խոսքը կարևոր է, դուք ամեն օր հասնա։ Ժորժ ջան, բայց մարդ Աստծո խոսքը կարտալով, Ժորժ ջան, բայց տեսնում ես իր ապրած գործը չի համապատասխանում իր կարտացածին։ Ինչն է պատճառը, սիրելի Աստծո Ժորժ ջան։ Այո, շատ անգամ տեսնում ենք, որ մարդիկ կարտալով Աստծո խոսքը, պաշտամունքները գնալով, բայց տեսնում ես հանգած այդ գործերը իրարած չի համապատասխանում ավետարանին։ Հարց ենք տալում, ով մարդ, դու կարդում ես Աստծո խոսքը, թե չես կարդում։ Կամ քու կարտածից ինչ ես հասկացել այսօր։ Ում համար ես կարտածել։ Միգուցե դու ուրիշի համար ես կարդում եսի, եւ այդ քու մատնացույցը միշտ անում ես ուրիշին, բայց դու չես դերում, որ դրա կարիքը դու ունես։ Դու չես դերում, որ այս ամբողջ աշխարհը քեզի տեսնում է, սիրելի քույր եղբայրս։ Այո, դիվական արտում ինձ տեսնում է, նա ճանաչում է մեզ։ Եթե մի բան սխալ արեցինք, նա մեր ճատկին կխփի։ Բայց դու հավատացյալ ես, ես ինչ արեցիր, Ժորժ ջան, լավ իմացեք։ Այսօր դու քայլում ես, ճանապարհ ես գնում, բայց մարդկանց մեր դիվական աշխարհը հնարավոր քեզ ճանաչում է նա։ Դու իմացի, որ դու ուշադրության կենտրոն ես։ Եթե դու հավատքի մարդ ես, սիրում ես Աստծուն, Ժորժ ջան, կապ չունի, կարող դու ինձ առաջ անգամ ես լսում, Ժորժ ջան։ Ընդհանրապես երբ որ նայում ենք մարդը, որ առաջի անգամ լսում է Աստծուն, երբ որ առաջի անգամ մտնում է Տիրոջը, Ժորժ ջան, մենք հիշում ենք մեր ապրած կյանքը։ Ոնց որ այս աշխարհի ուրախությունը Տիրոջ ու եկել էր քո կյանքի մեջ, Ժորժ ջան, դու արդեն փնտրում ես Տիրոջ սերն ու կյանքն ես փնտրում։ Առաջի սերը սա է։
Ամեն բան մերժում ես քո կյանքից, աշխարհը, ցանկությունները, մեղքերը, սաղ մերժում ես, քեզի գցում ես Հիսուսի գիրկը։ Եվ դու հանգարցում ես ապրես ու մեծանաս, մենք գիտենք, որ երեխեն քանի փոքր է, մայրը կատը տալիս է։ Բայց երբ որ երեխեն մեծան, մենք այսօր տեսնում ենք, այո, շատ երեխեքը չեն ապրում հավատքի կյանքի մեջ։ Շատ երեխեք ապրում են մեղքի կյանքի մեջ, չարության մեջ, բայց քանը մոր գրկի մեջ էր, մայրը կերակրում էր կատեր տալում։ Դամար ինչ որ ասվածում է, որ մենք բոլորս մնանք մեր հոր գրկի մեջ, Աստծո խոսքի գրկի մեջ մնանք, որ Աստված մեզի միշտ կերակրի, իր խոսքը կերակրի քեզ։ Դամար այսօր մենք ունենք ճանապարհ պրակտիկա ժողովրդյան, հավատքի կյանքը նաև պրակտիկա է։ Այո, դու Աստծո խոսքը անգիր կիմանաս, կարա անգիր սաղ տեղեր իմանաս ասես ժողովրդյան, բայց քո պրակտիկ կյանքի մեջ տեսնում ես, որ Աստված դու չես ապրում այդ ձև։ Քո արած գործերը շատ չարություն կա։ Դամար Աստված ինչու՞ որ մեզ ուզում է օգնի մեզ ժողովրդյան, որ մենք ապրենք, այո, Հիսուսի տված կյանքով, նոր մարդով ապրենք ժողովրդյան։ Եվ մենք այսօր չենք վախենում, որ իրապես մի օր մենք բոլորս պետք է կանգնենք Աստծո առաջ ժողովրդյան։ Աստծո մոտ որ կանգնենք, ընդ չենք կրալ մահանաբռնենք։ Հիսուս ջան, այս եղբայրը մեղավոր էր, դրա համար ես պես դառա, կամ ես քույրիկը ժողովրդյան։ Ես ինչու՞ որ Տեր ուզում ես խոսքերի վրա խոսենք, ինչպես եղբայրները խոսեցին ժողովրդյան։ Եվ դամար Աստված ուզում է իմ ու քո մտքերը արթնացնի ժողովրդյան։ Եվ դու հասկանաս, եթե Աստծուց հեռացել ես այսօր, Աստված քեզ սպասում է։ Եթե այսօր քո վրա հույս չունես, որ դու կարաս քո հավատքը դալշը շարունակես, տարի Աստծուն, Աստված կարա քեզ օգնի։ Կարա շատ անգամ քո մոտ ոչ մի բան չի ստացվում քո հավատքի կյանք ապրես սիրո մեջ, Աստծո մեջ։ Աստված ուզում է քեզ օգնի այս հարցի մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Հավատքը մի բան է, որ Աստված ուզում է ինձ ու քեզ ուղի դեպի իրան, որ մենք մի բան հասկանանք, որ առանց Աստծո ես ու դու կկորսվենք ժողովուրդ։ Այո, շատ անգամ ուզում ենք, որ մեր մեջից չարություն դուրս չգա, գոռոզություն դուրս չգա, հբարդություն դուրս չգա, ժողովուրդ, լավ բան ենք ուզում։ Նախանձ դուրս չգա, չնախանձենք, ոչ մեկին չար բան չցանկանանք, բայց տալում է պարագան մարդու կյանքի մեջ մեկը տենում է սա սկսում է աճել։ Նա սկսում է աճել, ինչու՞ որտեղ դու արդեն իրան տեղ ես տալում։ Ինչու՞ որ Հակոբի որդիների մեջ նախանձը աճավ, ինչեր էր պատճառ ժողովուրդ, նույն Հակոբն էր։ Ինչ պատճառ իրաց մեջ աճավ։ Այո, այս նախանձը մարդու կյանքի մեջ սկսում է աճել։ Երբ որ մարդը ուշադիր չի կամ եթե իրանք հասկանան եւ իրանք մեկի շուտ կանգ առնեն, հասկանան, որ իրանք եղբոր մալն են, մարդիկը կանգնեն ժողովրդյան եւ դեմքը կայնեն իրանք մեջի չարությանը, բայց իրանք տեղ հասկացան այդ բանը։ Դամար Տերը սորտնի ժողովրդյան, եթե ուզում ես դու Աստծո խոսքի մեջ առաջ գնաս, ապրես Տիրոջ մեջ Տիրոջան, դու փնտրա Աստծուն։ Դու փնտրա, դու էլ փնտրա, դու էլ կբի Հիսուսին, ով է մեզ խանգարում Աստծուն մոտիկանալ ժողովրդյան։ Ես մի օր դե պաշտպանում հարց եմ տալու ժողովրդյան, ով է մեզ խանգարում, որ մենք Աստծուն ծառայենք, ով է քեզ խանգարում, սիրելի հոգի, ով է մեզ խանգարում։ Եթե ինչ-որ մեկը չի ծառայում, չի սիրում Աստծուն, դա չի որ ինչ-որ մեկը մեղավոր է ժողովրդյան, մեղավորը մենք ենք։ Բարձ ավետարան եւ Աստված նաեւ կենտանի Աստվածը ժողովրդյան, նա սուրբ Աստված է։ Երբ որ դու ավետարան կարդում ես, երբ որ ուտում ես այդ խոսքը, լավ իմացի, Աստված քեզ հետ է, նա քո մեջ ապրում արդեն, ժողովրդյան, նա Աստված է, նա կենտանի Աստված է, նա ուզում է քեզ հետ հաղորդակցվի։ Դա համար քեզի պետք է որ քո քայլեր ուղես։ Եթե մարդու մեջ կա չարնախանձ, բամբազանք, ինչ-որ չարություններ կա ժողովրդյան, սա մենք տեսնում ենք ժողովրդյան, ցեսանել դաշտ է սա, մարդը չի կրա պայ մտի։ Այո, քանի քո մոտ մարդ չկա, դու հնարավոր այնքան խելոք ձևանում եք ժողովրդյան, բայց որ մոտդ մարդ չի լինում, մեկը տեսնում ես մարդկանց չարություններ դուրս է գալում։ Հենց մի հատ եղբայր տեսնում են, դառնում են խելոք։ Սիրելի Աստծո, ինչ պատահեց քեզ։ Չէ որ եղբայրը քեզ չտադի, քեզ Աստված է տատելու եւ ինչ ժողովրդյան։ Ես ինչու՞ որ ես Տերը ուզում ես ամեն խոսքը արթնացնելու մեջ, ինչպես եղբայրները խոսել, որպեսզի մարդը արթնանա ժողովրդյան, պետք է մենք արթնանանք այս մեր ամեն եղած քնած վիճակներից, արթնանանք Տիրոջը նայենք, Տիրոջը սիրենք, Աստծուն պաշտենք եւ իր կամքի մեջ մենք մնանք Աստծո խոսքի մեջ ժողովրդյան։ Եվ փնտրելով Տիրոջ խոսքը, արմունակ ու կյանքը եւ դու անցնում ես, այո, պրակտիկա պետք է անցնես ժողովրդյան։ Բոլոր հավատքի մարդիկ անցնում են պրակտիկա եւ Տերը ինչպես է դու ապրում ես երկրի վրա,
ոնց ես քայլում։ Քո վարմունքդ ոնց է մյուսների հանդեպ։ Այո, եթե մեզ միշտ ջան ղուրբան ասեն, շոյեն, այո, մենք լավ բան կենք գնանք։ Այո, մենք ջան շո, բայց երբ որ մենք տեսնում ենք, այո, բաներ կա Աստված թույլ է տալու մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Մեկ է տեսնում ես քո ներսից դուրս է գալու բորբոքում, չարություն, ժողովուրդ ջան։ Բոլորս են մարդ ենք, ժողովուրդ ջան, երբ որ Աստված խոսում է այս ամեն բաների համար, լավ իմացեք։ Աստված ուզում է այսօր ինձ ու քեզ օգնի, ժողովուրդ ջան։ Նա չի խոսում մարդկանց նսեմացնելու, ժողովուրդ ջան, մարդկանց տարօրելու մասին, Աստված դրա մասին չի խոսում, ժողովուրդ ջան։ Նա Աստված է, էդի մարդը կրա մարդուն տարօրի, ժողովուրդ ջան, բրով անցնի, բայց Աստված դա չի անում, լավ իմացեք։ Երբ որ Աստված բացում է քո մեջի մեղքը, չի բացում, որ քեզ կորսեցը, նա բացում է, որ դու կարողանաս զղջաս այդ մեղքի համար, որ քո մեջը կա։ Մենք ենական խոսենք շատ անգամ մարդիկ մեղքեր են փնտրում իրաց կյանքի մեջ, մեղքեր են գտնում եւ փնտրում են այդ վատ մեղքերը չեն տեսնում, որտեղ ինչա որ դու դից արդեն ազատվել ես։ Բայց երբ որ նախանց կամ մարդու մեջ չարություն կա, մարդը շատ անգամ էսի չի նայում, ժողովուրդ ջան, մարդու այդ մեղքի հարթը մենակ նայում է այն մեղքի գեն ամեն չար մեղքն է նայում։ Այո, չեմ խմում, չեմ ծղում, վեճ մարդը անարագություն չի անում, բայց մեջը նախանց կա, չարություն կա, աննազանդություն կա, մարդը սա չի տեսնում, ժողովուրդ ջան։ Մարդը որ մարդը աննազանդ Աստծո խոսքին, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Դամար այն որ մենք խոսում ենք, մենք բոլոր դրա կարիք ունենք, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Հանգարց մտեք, երբ որ մենք եղբայրներս խոսում ենք, մենք արդեն եսի մուր ենք ասել, ժողովուրդ ջան, մենք բոլորս էլ մարդիկ ենք։ Այո, մենք բոլորս ունենք հարցակումներ կա։ Այդ անուրենը քնած չի։ Նրա ամբողջ ուժը հարցակումները, որպեսզի եղբայրները չքարոզեն, որ եղբայրները ճշմարտությունը չասեն ինձ ու քեզ, մենք կամ ժողովուրդ ջան։ Այո, սա է նա ուզում։ Մարդկանց ծռի ավետարանը, բայց մենք փառք ենք տալու մեր բայց նույնպես ժողովուրդ ջան, այո, մենք սիրում ենք մեր Աստծուն։ Մենք ուզում ենք մեր Աստծո կամքը կատարվի մեր կյանքի մեջ։ Այո, շատ կարևոր է դու ճշմարտության խոսք ես խոսում մարդկանց։ Երբ որ բացում ես մարդկանց իր ճշմարտությունը Տիրոջ խոսքի, ժողովուրդ ջան, եւ չես բայում։ Դամար Տերոս օրհնի սիր Աստծո ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Աստված, որ այո Աստված տեսնելով ես ամեն բանը, նա մեզ սիրում է ժողովուրդ ջան։ Ես չգիտեմ դուք հավատում եք թե չէ սրան։ Աստված քեզ սիրում է։ Աստված քեզ մոտ կանգնած քո սրտի մոտ քո դուռը թակում է հիմա։ Դու լսում ես այդ ձայնը, թե չես լսում։ Լսում ես այն, որ եղբայրները քարոզում են, որ խոսում են մեր մասին ժողովուրդ, եւ Աստված հենց այնպես չի խոսում ժողովուրդ։ Աստված եթե տեսնում է մի բան նրա համար է խոսում։ Աստծո խոսքը հենց սովորական չի խոսում։ Աստծո խոսքը իր տեղ ունի խոսալու, իր տոշի տեղ ունի, որ ինքը պետք է խփի այդ կետին, որպեսզի կետը բժշկվի։ Եթե մարդու մեջ վեր կասված տեսելով այդ վեր ժողովուրդ, այնտեղ ինչ է պետք, այնտեղ յոտ է պետք, այդ մարդուն ներս ինքը ադրաբոդկա անում, որպեսզի դվալ մանձի սիրտը բժշկվի, որ ինքը հասկանա, որ Տեր Աստված, այո, ես քո կարիքը շատ ունեմ, Տեր։ Այո, շատ անգամ մարդիկ հեռանում են Աստծուց, սիրելի ժողովուրդ ջան, ինչն է պատճառը, են հեռանում Աստծուց։ Եվ մենք չենք էլ բարձրում, որ այո, իրանք հեռանում, մենք կարող ենք միշտ մնանք, ժողովուրդ, մենք էլ ենք վախենում, մենք էլ ենք ասում, Տեր պայա մեզ։ Այո, այսօր այնքան ունենք ուր եղբայրներ, որոնք հեռացել են Աստծո տնից, ժողովուրդ ջան, ցավալի է։ Եթե այդպես մի հոգի կլինի, որ լսա այս խոսքը վերաբերում նաև իր համար, սիրելի քույր եղբայրս Աստված քեզ սիրում է, վերադարձի Աստծուն, ընկի իր գիրկը։ Մի նայեք ու մեղքերիդ, մի նայեք ու վիճակի չկարողություն ես, ընկի Հիսուսի գիրկը, մնացած հարցը Տերը կօգնի քեզ։ Ինչպես շատերիս ա Տերս օգնում, նաև քեզ ուզում օգնել սիրելի քույր եղբայր, եթե կլսես այս խոսքը, եթե հեռացել ես Աստծո տնից հեռացես եւ դու մտածում ես Աստված եւ քեզ չի սիրում, մենք ասում ենք Աստծո քեզ սիրում է սիրելի քույր եղբայրը, դարձի Տիրոջը, քանի դեռ ուշ չի։ Դռները կփակվեն մի օր, ժողովուրդ ջան։ Այս դռները կփակվի փրկության կգա ժամանակը։ Էլ մարդիկ որ թակեն դուռը ուզենան ապաշխարել չեն կրա գտնի, ժողովուրդ ջան, որտեվ արդեն դուռը փակել Աստված։ Կգա ժամանակ որ հետանոցի դուռը Աստված կփակի։ Ես որ հարց ատալեմ ինձ ու քեզ, սիրելի հոգի, դու ուզում ես ապաշխարես։ Ադամար ասում է, ես ձեր հայրերին ինչ անիրավություն արել եմ, որ դու ինձ թողել եք, ժողովուրդ ջան, Աստված հարց է տալու։ Ասում է, ես ձեր հայրերին ինչ արի, elə մարդը սկսա փնտրել ասում ժողովուրդ ջան, օրինակ Աստված ինձ քեզ ինչ արի։ Երբ որ մարդը հեռանում է Աստծուց, եթե ինչ որ մի քույրիկից նեղանում ես, երբ որ նեղանում դու հանգած Աստծուց ես հեռանում։ Եվ Աստված նայում ասում, այ աղջիկ ջան, ես քեզ ինչ եմ արել, ախր, ինձ քեզ հեռանում։ Ախր ես քեզ ինչ եմ արել, սիրելի հոգի։ Ախր ես իմ կյանքը դրել եմ քեզ համար եմ դրել, ժողովուրդ ջան, մենք հասկանում ենք
չենք ասված իր կյանքը դրել է իմ ու քո համար երկինքը իր փառքը թողեց եկավ երկրի վրա մարմին ակավ որքան ցածրծավ մեր Տերը այդ որ ղեկավարի սուրբես ցածրը ժողովրդյան մյադել ոդերը լվար երկնքի փառքը թողեց եկավ իմ ու քո համար նա սիրում է ինձ ու քեզ դրա համար եկե ժողովուրդ հենց այնպես չեկե նա սիրեց մարդկությանը նա սիրեց այո հասկացավ եւ փառք ասու որ ասված վերջի աղոթքը խաչի հայր ներա իրանց այդ խոսքը այդ աղոթքը մինչև հիմա հաստում է դեռ մեզ այդ աղոթքը մինչև հիմա գործում է հայր ներա իմ երեխեքին որոնք իրանք դեռ չեն հասկանում ինչ են անում այո այսօր տեսնում ենք հավատքի մարդը կարող շատ չարություն անի ժողովրդյան Համար Տիրոջ խոսքը բերում է ինձ ու քեզ ուզում է օգնի որ այսօր մենք դառնանք մեր չար ճանապարհներից սիրենք Աստծուն այո նոր մարդի մեջ պետք է աճես Տիրոջ խոսքի մեջ սնվես Տիրոջ խոսքը սիրելի քույր եղբայրս Դրա համար Աստված ուզում է օգնի ինձ ու քեզ հասկանանք որ այո մի օր մենք բոլորս պետք է կանգնենք Աստծո առաջ ժողովուրդ ջան ժամանակ այնքան քիչ է Շատ անգամ մարդիկ մտածում են թե 30 տարեկան եմ էլ տեր ճանաչել մի ակին տարեկան 20 տարեկան մել ակին կա սիրելի քույր եղբայրս կամ մենք ինչ գիտենք մենք որ կամ դե ապրենք այս երկրի վրա Ախր տարիքը մեզ ձեռքը չի ժողովուրդ ջան Մեր ձեռքը չպլանավորվենք այսօր մենք ունենք քուրիկների ծնունդ ժողովուրդ ջան չէ եւ շատերի ծնունդը ոմանց արդեն անցել եւ ոմանց դեռ սպասում ենք նույնիսկ շնորհավորենք բայց տեսնում ենք որ այս կյանքը մեր ձեռքերի մեջ այսօր մենք գիտենք շատ մարդիկ այսօր մահացան Այսօր ես մի օր նայեք ժողովուրդ եթե նայի մարդիկ լուրերը ինչքան մարդիկ այսօր արդեն մահացել են Այս աշխարհի մեջ չկան մարդիկ Դամար տերեսորտնի սիրածո ժողովուրդ ջան ես մի փոքր Տիրոջ խոսքից կկիսվեմ Օրհնյալը մեր Աստված ժողովուրդ ջան այս ժամանակները տվել է ինձ ու քեզ Կկա ժամանակ կարող է այսօր չնի ժողովուրդ ջան Հիմա դու քո տանդ մեջ նստած Հակու հարմարության մեջ նստած Աստծո խոսք ես լսում Կենտանի Հիսուսի խոսքն ես լսում ժողովուրդ ջան դու պատկերացնում ես ինչ ես լսում դու Աստծո կենտանի են կյանքի խոսք ես լսում դու Այն հացը տալը ասված քեզ կյանքի հացը Մենք չգիտենք ինչ ժամանակներ դեռ կգար, սիրելի օգի։ Դամար Աստծուց խոսքեր, պատվերներ ինձ ու քեզ, սիրելի քույր եղբայրս։ Դու գիտես ինչ ճանապարհի մեջ ես, ո՞նց ես դու ապրում Աստծու հետ։ Քո մեջ սեր կա թե չկա, ներողամտություն կա թե չկա, զղջում կա թե չկա, ժողովուրդ, դա ամեն մարդ ինքն է տեսնում։ Այո, մենք եղբայրներս ոչ մեկի սիրտը չենք տեսնում։ Թեկուզ իրար կողքի իրար դիմաց էլ անցնենք, կանգնենք ժողովուրդ, մենք իրար դիմաց իրար դեմ տեսնենք, մեկը մենք ձեր սիրտը մեջ չենք տեսնում, ինչեր կա։ Ճիշտ է, մենք ձեզ չենք տեսնում։ Թեկուզ տեսնենք էլ մեկը չենք տեսնում ձեր մեջ ինչ կա, ժողովուրդ։ Այո, մարդ այնքան թաքնված է սիրած ժողովուրդ։ Դա համար մենակ Տիրոջ խոսքն է տենում էդի։ Ինչքան է մարդ իր սիրտը պայմա մարդ չտենա։ Այ մարդ, ես մի բանը սիրում եմ Հիսուս ջան, հələ կանի։ Հələ դու մնա։ Է մարդ չի տենում ինչ է սիրում ես աշխարից։ Աշխարի մեղք է սիրում, վերջը ջվարդյունի կամ բաներ կա այսօր այս աշխարհի, ոչ ջան, ինքանա բաներ այսօր եկի այս աշխարհի վրա։ Առանցպես բաներ չկար կան։ Առաջ կար մարդկանց պարկեշտություն կար, մենք հիշում ենք այն տարիները, որ մեկ է տարիքով ենք շատ է ժողովուրդ ջան։ Մարդկանց պարկեշտություն կար, էլ չէր ասում այն մարդ պարկեշտ թաքնվում, այդպես բան չկար եւ ժողովուրդ ջան։ Այնվա տեսնում եք որ ամեն մարդ ամոթխածուն են, պարկեշտություն ակում, բայց հիմա էսի արդեն չկա ժողովուրդ ջան։ Այո, չկա էլ ժողովուրդ ջան։ Արդեն իրանց տեղը դու ես ամաչում, իրանց էլ ամոթ չկա ժողովուրդ ջան։ Մենք չենք դադում իրան ժողովուրդ ջան։ Սասվածում է իրար ժողովրդին ինքնագիտության գալու որ մարդիկ ճիշտ ապրեն Աստծո հավետանի մեջ ժողովուրդ ջան։ Ով ինչպես ուզում է թող ապրի, դա քո գործը չի, իմ գործը ժողովուրդ ջան, իրանց գործն է։ Դա համար մենք գիտենք որ իբր անհատական մարդը կանգնավ ժողովուրդ ջան, ամեն մեկս մեր համար պետք է պատասխան տան։ Դա համար Տերես օրհնի, որ շատ անգամ մարդիկ ասում են Հավատներ կասում են այն մարդ, դրանք կարևորը չի, կարևորը սիրտը դա, ժողովուրդ ջան։ Այդ մարդու սրտի մեջ ինչ կա։ Ինչ կա այդ մարդու մեջ։ Հավատ չէ դեռ այդ մարդկանց մեջ, ժողովուրդ ջան։ Շատ անգամ տեսնում ես պես մարդկանց, որ այո, հետում են, երկում են, պարում են, թրվռում են, ասում են գովաբանում յանի, բայց ներսի հավատ չես տենում, ժողովուրդ ջան։ Այն կյանքը, որ ուզում ես տենաս տվյալ մարդու մեջ, այն կյանքը Քրիստոսի չես կրում տենաս։ Որովհետև ճանապարհը սխալ է։ Դու սխալ ճամփի վրա ես կանգնում։ Դու պետք է կանգնես ավետանի խոսքի ճշմարտության մեջ, որը դից դու դես։
որ ով էլ քեզ սովորացի դու դիրան ասես գիտես ինչ կա, եղբայր ջան, այս ծևա գրած ավետարանը։ Ասма լացեք ձեզ վրա ձեր երեխեքի վրա, որտեղ եք թրվրա գլուխն է տան պատի ժողովուրդ ջան։ Ես մի անգամ մի գործի տեղ այդպես եկավ մեկը, դե ուշ հավատքի մեջ ժողովուրդ ջան, մենք էլի չենք տա, մենք այսօր մենք ենք շուշանում։ Վերջ ասես բդի վերջը թրվրած, խփես, պարես, ելնես, սպանես, ասի եղբայր ջան, լցալ ինչ եմ ասում քեզ։ Այսօր քո տանատամը չի ապաշխարում։ Է գլուխը դու պատին։ Ժողովուրդ ջան, Աստված մեզ ինչ ասում, որ ասում լացեք ձեզ վրա եւ ձեր երեխեքի վրա, այսօր շատ երեխեք անհավատներ են, սիրելի քույր եղբայրներ, մենք հասկանում ենք, սա ինչ ենք անում։ Մեր շատ երեխեք անհավատ են այսօր։ Շատ ամուսիններ անհավատ են։ Այո, մենք ինչ ենք, մենք կարող միշտ նախադենք, այ ամուսինը չես ապաշխարում, ելը խմում ես։ Դրա տեղը մտնենք մի անգյուն, լացը ողբ ապրենք, ժողովուրդ ջան։ Լացենք, այո, լացես քո ամուսնու համար։ Դու պետք է մի բան հասկանաս, եթե դու ամուսին չափա քո ամուսնու տեղ ուղիղ դժոխն ով ուզում է մենք լինենք ժողովուրդ ջան։ Աստծո չկա աջարություն, որ ինչ-որ մեկին աջարություն տնա։ Նրա մեջ բարձ ավետարան կա, եթե չապաշխարեցիք Տեր ասում կորցվեք, սիրասու, այդ ծավա գրում ավետարան։ Ասում է, եթե չապաշխարեցիք, բոլորդ կկորցվեք։ Դամար այսօր տեսնում ես նաև քո կինը չի ապարում, երեխեքը չեն ապարում ժողովուրդ ջան։ Ասում եմ եղբայրը գլուխը տուր պատին։ Էլի թրվրա։ Բայց դու չես մտածում, որ քո երեխեքը չեն ապաշխարում։ Տերը չասեց թրվրա։ Ինչ համար տեսնում ավելի լավ է տաս մերել տուն, քան թե հարսնիկի տուն։ Ինչ համար դա ասեց ժողովուրդ ջան։ Որտեվ հարսնիկի տունը իրանց ուշքումի խմել, հարբել են ժողովուրդ ջան։ Նրանք չեն մտածում փրկության մասին։ Բայց մերել տունը մարդ հետում է սուկի տուն, մարդ հետում է մխիթարը, այդ մարդը չէ դու թրվռում, այդ մարդ հետում է այդ սուկին հասկանալու համար։ Եվ այսօր շատ անգամ որ մարդիկ նստած են այդ սուկի տները, մարդիկ միանքեր են մտածում իրար մեջ։ Տեր Աստված, միգուցե վաղը ես կպարգեմ այս դագաղի մեջ։ Ես արդյոք պատրաստ եմ պարգելու դրա մեջ, որ իմ հոգին դուրս պետք է այս մարմնից, ժողովուրդ ջան։ Այո, այսօր Տերը մեզ բոլորս հարց ա տալու, ժողովուրդ, մի օր սաղսը պետք է պարգես, մարմինը պետք է պարգե դագաղի մեջ։ Այո, կա ժամանակ ասում եմ, դաժե այս մարմինները պետք է երկուրա ծրված լինեն, ժողովուրդ ջան, թաղուղը պետք է կա այդ ժամանակներ ա գալու։ Եկա այդպես ժամանակներ։ Հիմա որ Տերը ուզում է, որ այսօր ես ու դու ժողովուրդ ջան ունենանք հավատք Աստծո խոսքի վրա, այն որ եղբայրները խոսում են Տիրոջ խոսքը, սիրի Աստծո ժողովուրդ ջան, սիրի անուշ պալիկներ Հիսուսի։ Այո, Տերը քաղցր է իմ ու քո համար, լավ իմացի։ Նրա համար ցավ է, երբ որ մենք չենք լսում մեր հորը, երկնային հորը, երբ որ մենք նեղացնում ենք Տիրոջ հոգուն։ Այո, շատ անգամ մարդը չի տեսնում, որ Տիրոջ հոգուն իր մեջ տրտմեցրել արդեն։ Նա չի դեպի Տիրոջ հոգին իր համար դեր լացում է, աղագում է իր համար։ Այսա մենք չենք տեսնում, սիրելի ժողովուրդ ջան։ Համար Տերը սորտնի, սիրածո ժողովուրդ ջան, նյալը մեր Աստված։ Եթե նեղացրել եք Տիրոջ հոգուն, նա սուրբ Աստված է, ժողովուրդ ջան, մենք իրավունք չունենք նրան նեղացնելու։ Նա կյանք է։ Նա եկել այս երկրի ինձ ու քեզ պատրաստի, որպեսզի տանի երկինք։ Տիրոջ հոգին եկել է դրա համար, որպեսզի իր հարս եկեղեցու պատրաստի տանի երկինք։ Նա եկել է քեզ պատրաստի տանի երկինք։ Նա քեզի վատ տեղ չի տանելու ոչ էլ ինչ, ժողովուրդ ջան։ Աստված եկել է մարդուն ոչ թե դժոխք տանի, Աստված եկել է մարդուն պատրաստի երկինք առկայությունա տանում ինձ ու քեզ։ Այն թակավորությունա տանում, որ քո կյանքիդ մեջ չես տես այդպես տներ, պես ուրախություն։ Այդտեղ ինձ ու քեզ ուզում տանի։ Դամար այսօր Տեր ուզում է ով մարդ պատրաստ գտնվի։ Մի նայակու վիճակիդ։ Ինչո որ շատ անգամ մարդիկ հավատքի ծննում տգարանում են ժողովուրդ, երբ որ նայում ենք մեր կյանքի մեջ ժողովուրդ, երբ որ մարդը նայում է իր դժվարությանը, մի կողմից սատանեն ասում, վիճակիդ նայա։ Դու դի պաշտամունք հետաս, լավ ոտում ես, հələ քո վիճակիդ նայա։ Շատ անգամ մարդիկ ասում են չեն կրում աղոթենք, եղբայր ինչ եղել։ Լավ չենք, լավ չես աղոթա։ Դու փոխանակ ավելի շատ աղոթես, թեված մի հատ էլ սակայն 10 անգամ աղոթես, եթե քո վիճակը վատ է։ Եթե 10 անգամ չես աղոթում, 20 անգամ աղոթա, ավելի գիսուկ եթե քո վիճակը վատ է։ Աստված չուզում որ մարդը հեռանա իրանից, ժողովուրդ ջան։ Աստված ման թակարակ է մարդը տեսնելով իր վիճակը, ավելի կա Տիրոջ մոտ։ Ընկնի իր գիրկը։ Համար Տերը սորտնի ժողովուրդ ջան, իրապես այսօր մենք տեսնում ենք շատ կարևոր խոսքեր ա Տերը խոսում։
Այո, ես տեսնում եմ ամեն օր Ժողովուրդ ջան, ոնց որ ասված յուրահատուկ այս սուրբ ընտանիքի համար յուրահատուկ կերակուր է ձեզ համար պատրաստում։ Ես չգիտեմ դուք տեսնում եք թե չէ, բայց ես տեսնում եմ Տիրոջ տված աչքեր, որ Աստված ձեզ սիրելով յուրահատուկ կերակուր է տալում ձեզ։ Յուրահատուկ օրհնություն է բերում քեզ։ Նա ասում է վերցրա աղջիկ ջան, վերցրա այս օրհնությունը տղա ջան։ Շատ անգամ մարդիկ չեն կարող վերցնել, ինչու համար։ Որտեղ մարդիկ շատ անգամ իրանց են նայում։ Նայա Քրիստոսին, վերցրե այդ օրհնությունը։ Եթե ուզում ես փոխվես, ուզում ես սրբանաս, մտի Տիրոջ ներկայության մեջ։ Վայելա իր սերը։ Այո, շատ անգամ ուզում ես, որ մարդկանց բարի կանես, չի ստացվում քեզ մոտ։ Ինչ համար, որ դու պետք է մոտիկանաս Տիրոջը։ Ինչքան կարակ ձեզ գցեք Հիսուսի գիրկը Ժողովուրդ ջան, եթե ուզում ես փոխվես, մակրնաս, Աստծուց հեռու մարդը չի փոխվում։ Ընդհակառակ պետք է մարդ իրան գցե Հիսուսի գիրկը, որ իր գրկի մեջ, քանի երեխեն փոքր մոր գրկի մեջ է մայր անդադ հոգատարություն անում, սիրելի մայրեր։ Շատ անգամ մենք մայրերին շատ ենք ուղում, սիրելի մայրեր ջան, ձեր բալիկների համար շատ աղոթեք։ Այսօր մայրերից շատ բաներ են նույնպես կախված, սիրելի Ժողովուրդ ջան։ Ինչ համար Մովսեսին մայրը կրտնես, մայրը սովորացես, ոչ թե այրը, մորն է նշում դե Ժողովուրդ ջան, որ մայրը կատ էր տալում Մովսեսին։ Այո, շարակամ տեսնում ենք մայրի շատ բան է կախված։ Այսօր շատ մայրեր որ աղոթել են երեխեքին Ժողովուրդ ջան, մենք լսել ենք որ պատերազմի ժամանակ երբ որ պուլ եկել է այդ երեխուն իր տղուն չի սպաné։ Հեռավորություն վեց ընկել է Ժողովուրդ ջան։ Որտեւ այդ տղու կյանքը դեռ ուներ երկիրը ապրելու։ Այո, մենք գիտենք այսօր շատ մենք քուր եղբայրներ ենք, որոնց երեխեքը մահացած են Ժողովուրդ ջան, որ իրանք վատ են աղոթել, չէ, աղոթել են, բայց ամեն մեկին կյանք կա։ Իսկ եթե չաղոթեին, սա ուրիշ հարց էր։ Այո, ամեն մեկին որոշ չափով կյանք կա այս երկրի Ժողովուրդ ջան։ Նախասահմանած կյանքեր կա այս երկրի։ Տամարտոտերը բոլորս են զորացնի սիրասո Ժողովուրդ ջան, որ այսօր սիրելի մայրեր, աղոթեք ձեր երեխեքի համար, շատ աղոթեք, լացեք, անկյուն գտեք, գեցեման գտեք ձեզ համար, մտեք, աղոթեք, լացեք, այդ լացը օգուտ կբերա, այդ ներսի արտասունքը կգա Տիրոջ ձեռքերի մեջ։ Հնարավոր շատ անգամ շատ մայրեր չեն տեսնում իրանց երեխեքի ապաշխարությունը։ Շատ մայրեր, որոնք մահանում են, ննջում են, ոչ թե ման ննջում են, գնում են երկինք Ժողովուրդ, բայց չեն տեսնում շատերը։ Ես հիշում եմ մի վկայություն կար, երբ որ մի մայր շատ աղոթում, լացով իր երեխու տղայի համար, որպեսզի տղեն ապաշխարի։ Ես չգիտեմ որքան ես դու լացում այսօր քո երեխու արտասունքներ ունես թե չունես։ Եվ հետարքիր, երբ որ ես մայրը աղոթում իր զավակի համար ապաշխարության համար Ժողովուրդ ջան, գալու մա վաղտեմ այդ մորը Տերը տանում է երկինք։ Արդեն տարիքով է լինում, Տերը պատրաստում տանում է երկինք, բայց իր տղեն չի ապաշխարի դեր Ժողովուրդ ջան։ Հետաքրքիր է, լավ մայրը գնաց երկինք, բա աղոթք ուր մնաց։ Քո աղոթք օդի մեջ չի ցնդում Ժողովուրդ ջան, այդ քո աղոթները չի ցնդում օդի մեջ։ Լավ իմացեք, այդ աղոթները ձեր բարձրանում է երկինք Տիրոջ ոտքերի մոտ ընդեղա։ Ինչ համար շատ անգամ որ դու աղոթել ես ինչ-որ մի բան եկել է մինտած տեսես այդ աղոթքի պատասխան եկել է։ Կարող մի անգամից չկա, բայց մեր մտած գալը մեկ դեպս աղոթի պատասխան եկավ։ Այ քեզ հրաշք Հիսուս ջան։ Այո, հրաշք կա, որտեվ քո աղոթքը երկինքը պահվել է։ Երկնքում Աստծո մոտ է քո աղոթները։ Եվ հետարքիր այս վկայի մա Ժողովուրդ ջան, Տերը գիշերով գալու մա տղային։ Եվ բերում է մոր արտասունքները տոպրակի մեջ հավաքած, սիրելի քույրեր ջան, մայրեր ջան։ Նա բերում է ձեր արտասունքները, նա չի կորցնում ձեր արտասունք, լավ իմացեք։ Ես ինչ համար Տեր ես բանի մասին խոսում, միգուցե կարիք կա։ Եվ բերում է արտասունքները մորը, ասում է տղա ջան, տեսնում ես, քո մայրդ որքան լաց է քո ապաշխարության համար, որ դու դի ապաշխարես։ Ու ես քեզ կտամ ապաշխարություն։ Սիրելի քույրեր ջան, մայրեր ջան, եւ այդ տղեն ապաշխարում է։ Այո, Աստված անտարբեր չի ասում քո աղոթներին։ Տերը օգնի, սիրելի Ժողովուրդ ջան։ Ես մեմ Փիլիմոնից մի քանի խոսքեր կարտամ։ Փիլիմոնի սերն ու հավատքը։ Փիլիմոնի սերն ու հավատքը։ Լսեք դնես քո անունը, սե խոսքի քույրիկի անունը եղբորս քո սերն ու հավատքը։
կարած քոնն է տնես, որ դու էլ ունենաս այս ամեն բանը, սիրելի ժողովուրդ ջան։ Այո, այն որ այսօր խոսվել է մեր եղբայրը, որ Տիրոջ խոսքը գրվել է, որ նաև մեզ էլ է վերաբերվում, որ մենք էլ ունենք այդ հավատքը, այդ խոսքը, այդ օրհնությունը։ Փիլիմոնի առաջի գլուխ, ժողովուրդ ջան, առաջինից 4 խոսքը։ 4 խոսքը Փիլիմոնի սերն ու հավատքը։ Կրակ ձեր անունը դրեք, ժողովուրդ ջան, դեղ։ Ասում է գողանա միշտ իմ Աստուծո մեզ, քեզ մե իմ աղոթներուս մեջ հիշելով, երբ կլսեմ քո սերդ, ուշադիր ենք ժողովուրդ ինչ ասում, ու հավատքդ։ Եթե քո անունը դնում ես այդտեղ, հələ պատկերացա, հիմի ասված էսի քեզի ասում։ Հիշելով սիրել աղջիկս, քո սերն ու հավատքը տեսնելով, հալելույա Հիսուսին, փառավորվի մեր Հիսուսը, այո որ տեսնում եք քո մեջ Աստծո սեր եւ հավատքը քո կյանքի մեջ։ Սիրելի Աստծո ժողովուրդ ջան, Տեր օրհնի բոլորս, սա կարիքը մենք բոլորս ունենք, ժողովուրդ ջան։ Գողանա միշտ Աստծո մեկ քեզ իմ աղոթներուս մեջ հիշելով, երբ կլսեմ քո սերն ու հավատքդ, որ ունես Տեր Հիսուսին եւ բոլոր սուրբերու վրա։ Ավետարանը, ժողովուրդ ջան։ Այո, որքան երբ որ մենք լսում ենք եւ տեսնում ենք, այո, մեր շատ քույր եղբայրը որ իրապես հոգեվորապես սիրում են, աճում են եւ Տիրոջը հետ ապրում են, որքան ուրախալի է ամեն մեկիս համար։ Դամար երբ որ մենք ասում ենք, երբ որ Փիլիմոն ասում է, երբ կլսեմ քո սերդ, այսինքն լսել է սերը, Ժորժան, սա իրականություն է, սա հավատք է, սա սեր է, հենց այնպես չի գրվի։ Հիմա երբ քո անունը դնում ես տեղ, դու մի հատ տեսնում ինչ ասում ասված քեզ, սիրելի քույր, եղբայր, մեր կլսեմ քո սերն ու հավատքդ, որ ունես Տեր Հիսուսին, որ ունես Աստծո վրա առաջինը, քո սերն ու հավատքը պետք է լինի առաջին Աստծո վրա։ Ետ կնոր Աստծո ժողովրդի վրա եւ քո ընտանիքի վրա, ժողովուրդ ջան։ Եթե քանի դու Աստծո հետ կապ չունես, Աստծուն չես սիրում, ժողովուրդ ջան, այդ քո գործը չես կրա բարի սարքել։ Դամար Տերս օրհնի, ժողովուրդ ջան, մենք կլսեմ քո սերն ու հավատքը, որ ունես Տեր Հիսուսին եւ բոլոր սուրբերու վրա, որպեսզի քո հավատքը հաղորդակցություն պատխաբերը լա Քրիստոս Հիսուսով, ձեր եղած, ձեր մեջ եղած բոլոր գործերը ճանչնալով։ Որպեսզի քո հավատքիդ հաղորդակցությունը պատխաբերը լա, այսինքն քո հավատքը պատուղ է բերում, պատխաբերը լա, այս է հավատքը, պատխաբեր ես դինում, դու պատուղ ես բերում, այո մենք պետք է պատուղ տանք ես Աստծուն, մենք Տիրոջը պետք է պատխաբեր լինենք, որ Տերը գա մեր վրա տնա պատուղ կա քո վրա, իմ վրա։ Ձեր մեջ եղած բոլոր գործերը ճանչնալով, քանզի շատ ուրախություն եւ մխիթարություն ունեցա քո սիրոտ համար։ Եթե դնում ես քո անունը ստեղ, սա նաեւ քեզ է վերաբերվում։ Սիրասո ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Աստված, այս խոսքը գրվել է մեզ համար։ Այն որ Տեր այս խոսքը թողում է, այս խոսքը թողած է մեր համար։ Շատ անգամ մարդիկ ասում են, դա եղբայրանեսի կորը տածած են, բա մեր համար ինչ է գրված, որ եթե սաղ դրանց իրանց է գրվի։ Այո, որ մարդիկ անում են դժվարություն են չար, երբ որ մարդիկ հագարակ են Աստծո խոսքին, ասում են, եղբայրենի կորը տածին համար է գրված։ Ժողովուրդ ջան, Աստծո խոսքը գրվել է մենակ իրանց չգրվել է բոլորիս համար։ Որպեսզի մարդը կարտա եւ հասկանա Աստծո խոսքը եւ սնվի Աստծո խոսքը ժողովուրդ։ Քանզի շատ ուրախություն ու մխիթարություն ունեցա քո սիրոտ համար, որով սուրբերու սրտերը քեզմով հանգստացած են։ Եղբայր, քույր, սուրբերը ասում է սիրոտ համար, որով սուրբերու սրտերը քեզմով հանգստացած են, սուրբերու սրտերը։ Այսինքն կարող է հնարավոր մի քույր կարողանա քո ներսը իրան ներսը բացա եւ քո մեջ հանգստություն գտնա քեզ հետ։ Շատ անգամ մարդիկ վախեն ինչ-որ մեկի հետ կիսվեն։ Պետք է այս մարդուն անարգենք կամ էլ այս մարդու եղածը սա դիմանա։ Սիրաշո ժողովուրդ ջան, անգամ շատ անգամ մարդիկ չեն կարող մարդկանց հետ կիսվեն,
Այն եղած վիշտը պատմեն, ասում է, որ ես մարդիկ հանգստություն են գտնում քեզ հետ, եղբայր կամ քույր։ Այս է հավատքը, որ մարդիկ կրան քեզ հետ կիսվեն, իրանց ներսի են դարդը, շատ անգամ մարդը դարդ ունի, ցավ ունի, շատ անգամ մարդը ոնց է, շատ անգամ որ բասում է մարդու մոտ, շորջան, մարդուն ես լրիվ դադարվում է, մեկ է տեսնում ես մարդը հանգստացավ։ Շատ անգամ հնարավոր է մարդու կես բերանը մարդուն չեն տող մարդը դադարվի, այս մարդը կես ճամպեն մնում է։ Եվ ես մարդը կիսած ճամպեն հետ եղած դարդը դեր մեջը մնում է, նա չկրծավ դադարգեր քեզ մոտ, սիրելի քույր եղբայրս։ Այսինքն նրանք հանգստացան քեզ մոտ։ Սա հավատք է, սա որպես հայր, որպես մայր։ Դամար Տերս օրհնի Սիրասու Ժողովրդյան, Տերս օրհնի բոլորի դեր։ Օրհնյալը մեր Տեր Հիսուսը, որ այո Աստված մեզ սիրելով, սիր Ժողովրդյան, եւ ուզում է մեզ օգնի ինձ ու քեզ։ Որքան որ այսօր դու լսիր Աստծո խոսքը, սիրելի քույր, սիրելի եղբայրներս, եւ ինձ էլ ավերեմ Ժողովրդյան։ Մենք որքան լսեցինք Աստծո խոսքը, եւ այսօր ինչ ես ընդունել։ Ինչ բժշկություն կատարվավ քեզ հետ։ Թո Տերը օրհնի, թո Տիրոջ խոսքը բժշկի ինձ ու քեզ, այն որ դու կարիք ունես այսօր, եւ այսօր դու միացես եւ լսում ես Աստծո խոսքը, այո թո Տիրոջ այն կենտրոնար ձեռքը քո վրա աշխատանք տա, քո այն ամեն վերքերը բժշկի Տերը, այն որ դու վերքեր ունես ու ցավեր ունես Ժողովրդյան։ Այո Տերը օրհնի բոլոր Ժողովրդյան, Տերը օրհնի բոլորիս էլ, որ հավատքը շատ կարևոր բան է Ժողովրդյան, հավատք Աստծո խոսքի վրա։ Այո, նաև բարիքներ կա Ժողովրդյան։ Հնարավոր մարդը մի բարիք ունի, բայց ամբողջ աշխարհը իր իրաց բարիք իմանում է։ Սա հավատ չի Ժողովրդյան։ Դարքիրա Տիրոջ խոսքը ասում է, եթե ցախը տալու է, թող աճի չիմանա։ Բայց հնարավոր է ցախը տալու մանում արդեն Ժողովրդյան։ Դամար Տերը օրհնի Ժողովրդյան, հիշում եմ մի եղբոր, մի հատ եղբայր բերում է շուբ է տալում, թազա շուբ, ասում է եղբայր ջան, քեզի նվեր եմ տալում, ասում է եղբայր ջան, չեմ ուզում, ասում է եղբայր ջան, սրտանց տալում եմ քեզի, ասում է չեմ ուզում եղբայր, ասում է եղբայր ջան, քեզի չեմ տալում, Հիսուսին եմ տալում, ասում է տակ կվերցնեմ, եթե դու Հիսուսին ես տալում, եթե Հիսուսին դու Հիսուսին երես չես տա։ Այս է հավատքը։ Կակրաս ես կիրակի որտեղ խոսում եմ, ասում եմ Ժողովրդյան, երբ որ մենք ձեզ ենք տեսնում, մենք տեսնում ենք Աստծուն բրի տեսնենք, որ ասում որ ձեզ տեսավ ինձ, սա է ավետար մեզ սորով Ժողովրդյան։ Ով որ ձեզ տեսավ ինձ է տեսնում, ով որ ձեզ արեց, ինձ արեց։ Այս սա է հավատքը մեզ սովորացնում։ Այդ մենք շատ անգամ սա մենք ուշադրություն չենք դարձնում Ժողովրդյան։ Դամար շատ անգամ ասում եմ Հիսուս ջան, այս բոլոր ժողովուրդը ստեղ հավաքված է քո կառներ դեն Հիսուս ջան։ Մենք իրավունք չունենք ինչ-որ մեկին քացով, ինչ-որ մեկին վիավորենք, ոչ մենք ձեզ իրավունք չունենք այդ բան անելու։ Ես հավատում եմ, ես տեսնում եմ, որ դուք Հիսուսի գառներն եք։ Ես էծեր եմ տեսնում ձեզ։ Փառք Աստծո, ինչքան է Տերը օրհնի այս ընտանիքը, մենք բոլոր Տիրոջ գառներն եք դուք, Սիրասու Ժողովրդյան, եւ Աստծո զավակներն եք։ Սա մեզ վախ է նաև բերում։ Տամար Տերես, այն որ եղբայրն այսօր ծառայում են, եւ ձեզ եւ Աստծուն Ժողովրդյան, որտեւ ինչու՞, որտեւ դուք Աստծո զավակներ եք, Աստծո գառներ, եւ դու Աստծո համար շատ թանկ ես, սիրելի քույր եղբայրս։ Եթե հիմա դու քո մեջ չես այդ կարևորությունը, որ դու թանկ ես Աստծո առաջ, ես ասում եմ, որ դու թանկ ես Հիսուսի համար։ Հիսուսի այրունը կա քո վրա, նա Տիրոջ այրունը։ Այս խոսքը վերաբերում է քեզ, սիրելի օքի, երբ որ դու պես չես ընդունում քեզ, երբ որ դու քեզ չես դնում Տիրոջ զավակ, Տիրոջ բալիկ։ Ես մի քանի տարի որ մի եղբոր ասի, բես եղբայր ջան, թող ասեք նստենք խոսենք։ Եղբայր հեռացած է հավատքի Ժողովրդյան։ Այսօր միգուցե շատ կան այդպես եղբայրներ, եթե գրեսեն Աստծո խոսքը, իրանց էլ է վերաբերվում։ Որտեղ մենք բոլորն ասում ենք, այո, Աստծո խոսքը պետք է բոլորը տարածվի Ժողովրդյան, տարածեք բոլորը լսեն։ Սա Տիրոջ բարի լուրը, սա լույսն է Տիրոջ։ Երբ որ եկավ կողս նստավ թե իմ մոտը Ժողովրդյան, ասի եղբայր ջան, խաղություն, ասես ինձ եղբայր մի ասա։ Ինչի՞։ Յանի հավատքից ընկել եմ, դժվարություն եմ։ Հետաքրքիր է Սուրբ Հոգին խոսք տվավ Ժողովրդյան, ասի եղբայր ջան, միգուցե դու քեզիդ պես ես տեսնում, բայց Աստված քեզիդ պես չի տեսնում, եւ ինձ էլ թույլ չի տալու որ քեզիդ պես տեսնեմ։ Ասած ինձ թույլ չի տալու որ քեզ տարօրեմ, լսեմացնենք։ Ընդհանրապես ասված էտիվի մարդկանց, ասում ես 99 թողել եմ, ասում եմ եղբայր ջան, եկել է քեզ մոտ։
Նայգելա քեզ գրգի, նայգելա քեզ սիրիկ եղբայր եւ քո եթե դու լսում ես այս խոսքը, նայգելա քեզ համար անձամբ քեզ, նայգելա քեզ վեր հանելու, նայգելա քեզ առաջնորդելու, ընկնես իր գիրկը սերը վայելես։ Տերս օրհնի Բոսիաշը Ժորջան։ Սկանոք վերջացնենք Տիրոջ խոսքը, ամեն, տերս օրհնի։